Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում գալիս է մի փուլ, երբ թաքնված յուրաքանչյուր գաղտնիք դուրս է գալիս լույս աշխարհ, բայց դա հանգստություն չի բերում կերպարներին, ընդհակառակը սկսվում է ամենածանր և ամենահուզիչ շրջանը։ Անգելինայի ծնողների մասին ճշմարտությունը, որին տարիներով չէին համարձակվում մոտենալ նույնիսկ նրանք, ովքեր ենթադրում էին, վերջապես բացահայտվեց։ Աննան, Սոսա, Անգելինան բոլորը գիտեն։ Եվ եթե թվում էր, թե այս հանգույցից հետո սերիալը պարզապես պետք է գնա հանգիստ ավարտի, ապա Դիանա Գրիգորյանը նորից փոխում է խաղի կանոնները։ Անգելինան ծանր դողացող ձայնով Հենրիին ասում է այն խոսքերը, որոնք նա երբեք չէր պատկերացնի լսել նրանից. «Ատում եմ քեզ, դու քո հոր արժանի զավակն ես»։ Այդ խոսքերը միայն ցավից չէ, որ ծնվում են, դրանք տարիներ շարունակ հավաքված խաբեության, լռության ու կեղծ վստահության հետևանք են։ Հենրին գիտեր, որ ճշմարտությունը մի օր դուրս կգա, բայց չէր պատկերացնում այսպիսի հետևանք, և հիմա նա կանգնած է անդունդի եզրին, կորցնելով այն մարդուն, որին սիրում էր բոլորից շատ։ Սակայն իսկական բախումը դեռ սպասվում է։ Աննան ու Հենրին դեռ հանդիպելու են։ Անգամ Հենրին չի պատկերացնում, թե ինչ պետք է ասի Աննային։ Աննան նրան սիրել է ոչ թե պարզապես ինչպես մեկի, այլ ինչպես իր հարազատ որդու, որի կողքին նա անցկացրել է ծանր տարիներ։ Ինչպես պետք է արդարանա Հենրին, արդյոք գոյություն ունի որևէ բացատրություն, որը կարող է մեղմել նրա արարքը։ Միգուցե Հենրին փորձի արդարանալ, ասելով, որ վախեցել է կամ որ չի ցանկացել կործանել Աննայի կյանքը, բայց արդյոք Աննան կկարողանա ներել, սա այն հարցն է, որը կհետաքրքրի յուրաքանչյուր հեռուստադիտողի մինչև սերիալի վերջին վայրկյանը։ Աննան ճշմարտության ծանրությունից խելքահան եղած հորը Բագրատին ասում է անսպասելի մի բան. «Պետք է արյուն հանձնել, պետք է հասկանամ, իսկապես քո դուստրն եմ»։ Այս խոսքերը նման են սերիալի նոր դռան բացմանը։ Արդյոք հնարավոր է, որ Աննան իր ամբողջ կյանքը ապրել է մեկ ուրիշի ստեղծած ստի մեջ։ Հնարավոր է, որ իրականում նա Բագրատի դուստրը չէ։ Եթե բացահայտումը հաստատվելու է, ապա ամբողջ պատմության հիմքը փոխվում է։ Միանգամից առաջ են գալիս հարցեր. իսկ ով է Աննայի իրական հայրը, ինչու է տարիներ շարունակ թաքցվել սա, և ամենակարևորը, ինչ նպատակով։ Դիանա Գրիգորյանը երբեք առանց պատճառի նման ծանր կասկածներ չի մտցնում սյուժեի մեջ։ Սա նշանակում է, որ առաջիկայում սպասվում են բացահայտումներ, որոնք կփոխեն ոչ միայն Անգելինայի, այլ նաև Աննայի ողջ կենսագրությունը։ Երբ թվում է, թե այլևս անակնկալներ չեն լինելու, համացանցում հայտնվում են կադրեր Լիլիթի մասնակցությամբ, որոնք նոր, թեժ զարգացումների սկիզբ են դառնում։ Հեռուստադիտողների մեծ մասը ենթադրում է, որ Լիլիթը, լինելով զգացմունքային, խանդոտ և երբեմն անկառավարելի բնավորությամբ, կարող է գնալ ծանր քայլերի։ Մասնավորապես, շատերը համոզված են, որ նա կարող է փորձել առևանգել Անգելինային կամ վնասել ինչ-որ մեկին։ Թվում էր բոլոր ինտրիգները սպառված են, թվում էր ամեն ինչ արդեն բացահայտված է, թվում էր սերիալը պարզապես պետք է հանգիստ ավարտվեր, բայց ոչ։ Դիանա Գրիգորյանը դեռ պատրաստել է նոր բացահայտումներ, նոր ընտանեկան տրավմաներ, անսպասելի դավաճանություններ, կերպարների անցյալում թաքնված անձնական ողբերգություններ, և ամենակարևորը, մենք դեռ չենք տեսել պատմության ամենածանր, ամենաբացահայտող և ամենավտանգավոր շրջանը։ Շարունակությունն իսկապես դեռ առջևում է, և ամեն ինչ դեռ կարող է փոխվել։ Այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թող տեղեկացված լինելու քո հնարավորությունը։ Բաժանորդագրվիր, միացիր մեր ալիքին ու եղիր առաջինը տեղեկացված։ Չմոռանաս նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել արդյոք դու էլ ես կասկածում, որ Աննան Բագրատի դուստրը չէ, և Դիանա Գրիգորյանը դեռ նոր բացահայտումներ է անելու մինչև հեռուստասերիալի ավարտը։ Չէ՞ որ հեռուստասերիալի ավարտին դեռ կա ինչ-որ ժամանակ ու, բնականաբար, այսպես անորոշ
չի ավարտվի հեռուստասերիալը, չէ որ գաղտնիքներն արդեն բացահայտված են և ոչինչ այլևս հետաքրքիր չի կարող լինել հեռուստադիտողներին, բայց հեռուստասերիալին բավական սերիաներ կան, որպեսզի նոր զարգացումներ չլինեն, այնպես որ Դիանա Գրիգորյանը հաստատ հեռուստադիտողների համար հետաքրքիր անակնկալներ այս նախագծի շրջանակներում պատրաստել է։ Դե ինչ, միացեք մեզ ու սպասեք ամենահետաքրքիր տեսանյութերին։ Նշենք նաև, որ Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալը հեռուստաէկրաններին կլինի ընդամենը շաբաթներ անց, այնպես որ կլինեն ինչպես նոր դերասաններ, այնպես էլ հեռուստադիտողներին արդեն հայտնի և նրանց կողմից սիրված դերասան-դերասանուհիներ։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե որ դերասանին կամ դերասանուհուն կցանկանայիք տեսնել նոր նախագծում, իսկ նոր նախագծի մանրամասները շատ շուտով կլինեն մեր ալիքում։